զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ փոփոխություն կատարելու մասին հիմնական զեկուցող Հայկ Սարգսյան, բայց չէ, բերեք այսպես անենք, որ երկրորդ հարցը պաշտպանության նախարարին տանք հնարավորություն առաջին կետի երկրորդ հարցը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն լրացում կատարելու մասին հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյան, պարոն նախարար, խնդրեմ, հերթականությունը հետագայում կմնա նույնը, առաջինը կմնա իր տեղում եւ վերջին հարցը Հայկ Սարգսյանի նախագծի երկրորդ ընթերցումը կմնա իր տեղում, պարոն նախարար, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից։ Ներկայումս Պաշտպան հայրենիաց ծրագրով 4000-ից ավելի պարտադիր զինծառայողներ անցել են պայմանագրային զինվորական ծառայության եւ հոսքն ավելացնում են միտոմոնի, որի կապակցությամբ առաջարկվում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը նրանց դիտարկելով որպես արհեստավար զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հավանություն տալ օրենքի նախագծին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար